Զանգեզուր TV-ի եթերում լուրել լրատվականի ժամն է, բարև ձեզ։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում կադրային ջարդ է տեղի ունեցել։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մամուլի բաժինը մանրամասներ չհաղորդեց, միայն նշեց, որ նորմալ է, երբ ուժայիններում կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Իսկ իրավագետ Սայաթ Շիրինյանի խոսքով սա իշխանությունների հերթական խաղն է ընտրություններից առաջ։ Մանրամասները տեսանյութում։ Ընտրություններից առաջ կադրային ջարդ Սյունիքի ուժայիններում։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, ոստիկանության Կապանի, Գորիսի բաժնի պետերը ազատվել են աշխատանքից։ Այս մասին տեղեկությունը հաստատեց ոստիկանության մամուլի բաժինը։ Արդեն նախկին պետ Ալեքսանդր Հակոբյանին փոխարինել է գնդապետ Ալիկ Մամիկոնյանը, որ կադրերի ռեզերվում էր։ Կադրերի ռեզերվ է տեղափոխվել վարչության պետի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը։ Նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Կապանի նախկին ոստիկանապետ Զորիկ Վարդանյանը։ Վերջինիս Կապանի ոստիկանապետի պաշտոնում փոխարինել է Արամ Դավթյանը։ Իսկ Ալեն Կարապետյանը Գորիսի նոր ոստիկանապետն է։ Արդեն նախկին պետ Սերգո Մարկոսյանը տեղափոխվել է կադրերի ռեզերվ։ Չնայած ոստիկանության մամուլի բաժինը Սիսիանի ոստիկանապետի մասին տեղեկություն չտվեց, բայց արդեն նախկին պետ Ավետ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից։ Պաշտոնակատարը Սամվել Գրիգորյանն է։ Ոստիկանության հասարակության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մանրամասներ չհաղորդեց, միայն ասաց, որ նորմալ է, երբ ուժայիններում կադրային փոփոխություններ են լինում։ Փոփոխություններ ուժային կառույցներում սիրում են այս իշխանությունները, հատկապես որ առջևում ընտրություններ են։ Պայստազորի գնդապետ իրավագետ Սայաթ Շիրինյանի խոսքով Սյունիքը մնացել է Փաշինյանի կոկորդին, սյունեցին արգելել է մտնել մարզ։ Մենք արդեն իսկ տեսել ենք, որ ոստիկանությունը ժամանակահատվածում ուղղակի իշխանությունների ձեռքին դարձել է բուտգործիկ, հետևաբար այս մեթոդներով իրենք փորձում են այս կամ այն անձանց նկատմամբ բռնաճնշումների, այս կամ այն անձանց նկատմամբ որոշակի վարկաբեկիչ նյութերի ստեղծելու արդյունքում օգտագործել իշխանությունների։ Սա կարելի է համարել, որ վարչական ռեսուրսի կլասիկ օգտագործման տարբերակներից մեկն է լինելու։ Կապանցիների մի մասի կարծիքով կադրային այս տեղաշարժերը քաղաքական խաղեր են։ Փաշինյանն է էլի փոխել, հա։ Ուրեմն իրան չեն ցատարում, երևի դրա համար էլ փոխել է։ Ժողովրդի կարծիքը պետք է իմանան։ Դες չեն։ Ասեք իրանք ինչ ուզում են անում են էլի։ Ինչ է կարծում ընտրություններով պայմանավորված։ Դե պարզ է, դա բնական է, որ ասեք մեկը շեֆ է, մնացած իր հաստավին բերում է իր գորոգուն էլի։ Իրանք որոշում ինչ անեն, ինչ չանեն։ Ինձ կարծիք հարցնում։ Չէ՞ որ շուշուտ հարման դա էլ լավ չի։ Փորձված մարդից վնաս չեն օրինակի համար էլի։ Մի մարդ որ փորձած եմ ասում, այս մարդին խելք շատապեն մի պեն հրցնենք էլի։ Անկախ նրանից, որ առաջիկա ընտրություններում վարչական ռեսուրս գործի կդրվի, սյունեցու կամքի վրա այն ըստ էության ազդեցություն չի ունենա։ Վերջին շրջանում կորոնավիրուսային վարակի աճող թվերը չնայած ձեռնարկված կիսատ-պռատ միջոցներին շարունակում են անհանգստացնել բնակչությանը։ Վարակի տարածումը կանխելուն ուղղված պատվաստանյութ ստացել են նաև մարզերում, այդ թվում Սյունիքում։ Հանրապետությունում շարունակում է բարձր մնալ կորոնավիրուսային հիվանդության մակարդակը։ Ներկա պահին փաստացի բուժում է ստանում 14896 մարդ։ Հայաստանում շարունակվում է վարակի դեմ պատվաստումները, կկիրառվեն AstraZeneca եւ Sputnik V պատվաստանյութերը։ Մարզում նախորդ շաբաթների համեմատ վարակի ակտիվացումն ավելի նկատելի է։ Ապրիլի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 139 նոր դեպք, 68 հոգի առողջացել է։ Կապանի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 40 մարդ, ամբուլատոր հսկողության տակ է 264 հոգի։ Վերջին շաբաթում գրանցվել է 1 մահվան դեպք։ AstraZeneca պատվաստանյութի մի խմբաքանակ արդեն մարզում է, Գորիսում սկսել են պատվաստումները, Կապանում եւ մյուս քաղաքներում առողջապահական այդ միջոցառումները կմեկնարկեն վաղվանից։ Սկզբնական շրջանում առաջնահերթ եւ անվճար կպատվաստվեն 65 եւ բարձր տարիքի, ինչպես նաեւ առողջական խնդիր ունեցող 55-ից բարձր տարիքի անձինք։ Քաղաքային բնակչությունը կպատվաստվի պոլիկլինիկաներում, իսկ գյուղերում այդ գործը կկազմակերպվի առողջության առաջնային պահպանման կենտրոններում։ Պատվաստանյութի քանակը մարզերին բաշխվում է տոկոսային հարաբերությամբ, հաշվի առնելով ռիսկի խմբերում ընդգրկված մարդկանց թիվը։ Մեկ տարվա ընթացքում ըստ ծրագրի հանրապետությունում կպատվաստվի 600 հազարից 700 հազար մարդ։ Թեև մասնագետներից շատերը պնդում են, որ AstraZeneca պատվաստանյութն անվտանգ միջոց է, սակայն դրա կիրառման հետևանքով տեղի ունեցած դեպքերը որոշակի մտավախություն են առաջացնում մարդկանց շրջանում։ Անհայտ է մնում, թե ինչ կկատարվի եւ ինչ արդյունքներ կարելի է սպասել։
Արդեն 3 տարի գործող իշխանությունը քուն ու դադար չունի Հայաստանում պղնձի արդյունաբերության թեմայից։ Փաշինյանին ու իր թիմակիցներին մասնավորապես հանգիստ չի տալիս Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու միտքը։ Փաշինյանն ու պոտենցիալ ներդրողներն այդպես էլ չեն գիտակցում, որ պղնձաձուլարան կառուցելը այդքան էլ հեշտ չի լինի, կամ պարզապես գիտակցում ու լռում են ահռելի դժվարությունների մասին։ Արդեն 3 տարի է գործող իշխանությանը հանգիստ չի տալիս Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու միտքը։ Հերթական անգամ Փաշինյանը թեմային անդրադարձել է վերջին աղմկահարույց ազգային ժողովի նիստում։ Պղնձաձուլարանի հիմնումը նա կապում է տրանսպորտային ապաշրջափակման հետ։ Փաշինյանը խոսում է, սակայն կամ չի գիտակցում, որ պղնձաձուլարանի կառուցումը այնքան էլ հեշտ չի լինելու, կամ էլ գիտակցում ու պարզապես լռում է ահռելի դժվարությունների մասին։ Նախ պղնձաձուլարան հիմնելու համար անհրաժեշտ է $1 միլիարդ ներդրում։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումները ամբողջ 2019 թվականի համար կազմել են $591 միլիոն $100,000, ու հետո պղնձաձուլարանները սովորաբար կառուցվում են ծովի կամ օվկիանոսների ափին, սեյսմիկ ոչ ակտիվ գոտիներում։ Պետք չէ մոռանալ նաև, որ պղնձաձուլվածք ստանալու գործընթացում առաջանում է մեծ քանակությամբ ծծմբաթթու, որն ունի ագրեսիվ քայքայիչ հատկություններ, ու այդ ծծմբաթթուն առավել պասիվ դարձնելու համար անհրաժեշտ է կառուցել ևս մեկ արտադրամաս։ Ծծմբաթթվի վտանգավորությունը նվազեցնելուց հետո անհրաժեշտություն է առաջանում այն տեղափոխել այլ երկիր, քանի որ Հայաստանում այդ քանակությամբ ծծմբաթթու հնարավոր չէ սպառել կամ ուտիլիզացնել։ Այլ երկիր անվտանգ տեղափոխումն էլ հղի է մեծ վտանգներով, եթե այն պիտի տեղափոխվի ցամաքային ճանապարհով։ Նվազագրեսիվություն ունեցող ծծմբաթթուն պիտի տեղափոխվի հատուկ նախատեսված կոնտեյներով, նավի միջոցով, որպեսզի վթարի դեպքում այն չեզոքանա ջրում։ Ահա այս դժվար հաղթահարելի հանգամանքների մասին են լռում իշխանականները, մոլորեցնելով հասարակությանը եւ հերթական անգամ հույսներ շնչելով, որ լավ ապրելու համար Հայաստանին պակասում է ընդամենը մեկ բան՝ այս անգամ պղնձաձուլարան։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայ գերիների հարցը 3 ընդգրկվեց օրակարգում։ Նախագծին սակայն դեմ քվեարկեց Ռուսաստանի պատվիրակությունը, ինչը լայնորեն քննարկվեց հայկական մեդիատիրույթում։ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության եւ սպասվելիք իրադարձությունների մասին է խոսել Եվրախորհրդարանում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Տիկին Զոհրաբյան, այսօր ամբողջ համացանցի հայկական տիրույթում քննարկման առարկա է հանդիսացել այն փաստը, որ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել գերիների վերաբերյալ հարցին։ Խնդրում եմ կմանրամասնեք ինչ է տեղի ունեցել եւ այս պայծրությամբ ինչ նորություն ունենք։ Ես կդժվարանամ մանրամասն պատասխանել, որովհետև դեռ չեմ հասցրել ռուս մեր գործընկերների հետ խոսել, ընդամենը գիտեմ, որ պատվիրակության ղեկավարը խոսել է ռուս մեր գործընկերների հետ եւ իրենք ասել են, որ եղել է ընդամենը, այսպես ասենք, կոմունիկացիոն, ինչ որ չհասկացվածության խնդիր, այսինքն որևէ հատուկ դիտավորություն չի եղել, ես չեմ կարող կոնկրետ այդ հարցին պատասխանել վերջնական, որտեղ կրկնում եմ, չեմ խոսել մեր գործընկերների հետ, համենայն դեպս որոշները ասել են, որ իրենք ենթադրել են, որ ամբողջ օրակարգն է քվեարկվում, որի մեջ ներառված է նաև Նավալնու հարցը, այնպես որ ես կարծում եմ, երբ որ առաջիկայում մենք կխոսենք ռուս մեր գործընկերների հետ, այդ ժամանակ պատկերը շատ ավելի հստակ կլինի։ Տիկին Զոհրաբյան, այսօր մեզ ինչ է սպասվում եւ ինչ հանդիպումներ ու քննարկումներ եք ունեցել այս պայծրությամբ այդտեղ։ Քիչ առաջ ես խոսել եմ շատ կարևոր խնդրի մասին, ես խոսել եմ, երբ որ օրակարգում քննարկվում էր Եվրոպայի խորհրդի գերակայությունների հարցը, ես խոսել եմ այն մասին, որ վերջի տարիների Եվրոպայի խորհուրդը շեղվել է իր հիմնական գերակայություններից եւ շատ դեպքերում առաջնորդվում է կեղծ օրակարգերով, օրինակ ռուս անդիմադիր Նավալնու հարցը դառնում է հիմնական գերակա թեման, որովհետեւ մեր կառույցը կարծես թե վերածվել է հակառուսական կլուբի, մինչդեռ այսօր շատ ավելի կարևոր օրակարգ կա, ես կարծում եի, որ գերակա խնդիրներից մեկը պիտի քննարկվեր նաև այն անամոթ, այն ցինիկ, այն ֆաշիստական ցուցահանդեսը, որը բացվեց օրեր առաջ Բաքվում, հայ ռազմատեխնիկայի ավարի ցուցահանդեսը, ասեմ, որ այդ ցուցահանդեսի բացումը այստեղ եւս շատ նեգատիվ է ընդունված եւ մենք կոչ ենք արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ամոթի այդ ցուցահանդեսը փակելու
ստեղծելու համար եւ ես ցույց եմ տվել խորհրդարանականներին այն հերթերը, որ ադրբեջանցիները կանգնել են այդ ցուցահանդեսին ներկա գտնվելու եւ իրենց երեխաներին ապելության, հակահայկականության եւ ռասիստական ուրեմն տրամադրություններով դաստիարակելու համար ես կոչ եմ արել Եվրոպայի այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ով կատարյալ անգործություն է ցուցաբերում, կոչ եմ արել նրան, ուրեմն ծառայել իր մանդատին, այցելել Բաքվի բանտեր եւ տեսնել, թե ինչ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, քանի որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հիմա նախագահում է Գերմանիան եւ ելույթ ունեցավ նաեւ Գերմանիայի կանցլերը, քիչ առաջ ես հանդիպում եմ ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում գերմանական ներկայացուցչությունում, իրենց փոխանցել եմ հայ ռազմագերիների մայրերի գերմաներենով գրված նամակը ուղված Անգելա Մերկելին, որտեղ մայրերը դիմում են եւ խնդրում են կանցլերին, որպես Եվրոպական միության առաջատար երկրի ղեկավար եւ կին գործադրել բոլոր միջոցները, օգտագործել Գերմանիայի բարձր ձայնը Ադրբեջանին պարտադրելու վերադարձնել հայ ռազմագերիներին, նախագահող երկիր Գերմանիային են փոխանցել նաեւ ոչ միայն Եվրոպական դատարանի եւ Կարմիր խաչի կողմից հաստատված այն 72 ռազմագերիների անունները, որոնց ընդունում է նաեւ Ադրբեջանը, այլ նաեւ դուք գիտեք, որ բավականին լուրջ աշխատանք են կատարել տեսանյութերով, հենց ադրբեջանական կայքերից վերցրած տեսանյութերով, վիդեոներով, նկարներով նույնականացրել են 130 եւ ավել մոտ ռազմագերիների, որոնց վերաբերյալ կան տեսանյութ, դրան այդ ռազմագերիների անուններն են փոխանցել, ինչպես նաեւ այն ռազմագերիների ենթադրյալ, որոնց վերաբերյալ տեսանյութեր, վիդեոներ չկան, սակայն հարակից տարբեր ուրեմն ենթացուցմունքներով, նաեւ բացատրություններով, նաեւ սենց ասեմ, չնայած հարակից այլ փաստերով մենք ենթադրում ենք, որ նրանք եւս գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Բոլոր այդ ցուցակները ես փոխանցել եմ նախ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին, նախագահող երկիր Գերմանիային եւ հույս ունեմ, որ հայ մայրերի նամակը ուղված Անգելա Մերկելին անպայմանորեն պիտի որ ստիպի Եվրոպայի խորհրդի նախագահող Գերմանիային, ով ստանձնեց նախագահությունը, կատարել իր մանդատով իրեն վերապահված լիազորությունը եւ թույլ չտալ, որ 21-րդ դարում լինեն Եվրոպայի անդամ երկրներ, որտեղ պահվում են հարյուրավոր ռազմագերիներ։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից Բորիս Ավագյանի ազատումը 2 օր է մեծ իրարանցում է առաջացրել։ Իրարամերժ հայտարարությունները հետևեցին մեկը մյուսին։ Բորիս Ավագյանը պաշտոնից իր հեռացումը խուսափում է գնահատել որպես քաղաքական, թեև պաշտոնանկությունն անմիջապես հետևել էր ազգային ժողովում նրա արած հայտարարությանը։ Բորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է եւ աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, անդրադառնալով 3 ազգային ժողովում աշխատանքային քննարկման ժամանակ ծառայության պետի արդեն նախկին տեղակալ Բորիս Ավագյանի այս հայտարարությանը։ Առաջինը, որը որ ինձ համար զարմանալի էր, վերջերքս շատ ակտիվ սկսել է մի գործընթաց, մի շարքում, որը որ ես նկատում եմ իմ կայլ պատգամավորների կողմից, որոնք որ նրանցից ոմանք հայտարարում են, որ գնացեք Ռուսաստանի Դաշնության դեսպանի մոտ եւ թող նա դիմի Ռուսաստանի Դաշնության նախագահին այդ հարցով։ Իմ կարծիքով դա անթույլատրելի է, որովհետև եթե պատգամավորը թույլ է տալի իր քաղաքացիներին ուղի օտար երկրի դեսպանի մոտ, որ օտար երկրի դեսպանը զեկուցի իր երկրի նախագահին, ինձ թվում է նա կոմպետենտ չի, նա իր տեղը չի։ Ես շատերին նրանցից կարամ հարգեմ որպես իր սուղ մասնագիտությամբ, բայց որպես պատգամավոր ինձ թվում է ավելի լավ է նրանք ելույթ չունենան, որովհետև առաջի հերթին նրանք կվնասեն իրենց քաղաքական թիմին եւ այդ հայտարարությունները շատ մեծ ворթողումք են առաջացնում մեր քաղաքացիների մոտ, ես կարծում եմ տեղին։ Բորիս Ավագյանը հանրային հարթակում խոսել է այնպիսի թեմաներից,
որոնց հետ իր զբաղեցրած պաշտոնը բացարձակապես որևէ կապ չունի։ Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հետ այդ թեմայով որևէ քննարկում կամ մտքի փոխանակում չի ունեցել։ Ավելին, նույնիսկ իր ղեկավարությանը չի տեղեկացրել տվյալ միջոցառմանը իր մասնակցության մասին։ Արտակարգ իրավիճակներ պետական ծառայության յուրաքանչյուր սպա ցանկացած քննարկման կամ հարցազրույցի հրավեր ընդունում կամ ասուլիս է կազմակերպում միայն վերադաս հրամանատարության կողմից ստացած թույլտվության դեպքում։ Բորիս Ավագյանը այս հարցում այլ կարծիքի է։ Վերադասը բայց տեղյակ եք ձեր։ Վերադասը Կարենը։ Իսկ Կարենը որտեղ էր գտնվում այդ ժամանակ։ Հարց եմ ուղղում, այդ դեպքում պետք է հրապարակեմ, որտեղ է գտել նախարարը այդ ժամանակ իր աշխատանքային տեղում։ Կասկածներ ունեք, որ նա աշխատանքային տեղում չէ։ Թող հրապարակեն, եթե նախարարը երեք եղել է իր աշխատանքային տեղում, թող հրապարակեն, որ նախարարը եղել է աշխատանքային տեղում։ Ձեր տվյալներով որտեղ։ Չգիտեմ, բայց խնդիրը դրա մեջ է։ Երբ որ ասում են դուք տեղեկացրել եք, դրանից առաջ պետք է ասեն նախարարը եղել է աշխատանքային տեղում եւ Բորիս Ավագյանը չի տեղեկացրել։ Բորիս Ավագյանի ազատումը անմիջապես հետևեց ազգային ժողովում նրա հայտարարությանը։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, նշելով, որ դեռևս մարտին Բորիս Ավագյանը ազատվել է նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչի հասարակական հիմունքներով պաշտոնից եւ այդ պահից սկսած լիազորված չէ խոսել նախագահի անունից։ Երբ որ ես դուրս եկա հանդիպումից, ազգային ժողովում ասացի, որ ես ներկայացուցիչ չեմ։ Ես այնի փոխտնօրենն եմ։ Երեք հանդիպումից հետո այնի փոխտնօրենից ազատեցին, եթե հաշվում եմ, որ իմ կարիքը չկա, ես խնդիր չեմ տեսնում։ Բորիս Ավագյանը այսօր եւս ազգային ժողովում էր հիմնականում անկախ падգամավորների հրավերով, շարունակելու քննարկումները գերիների վերադարձի հետ կապված։ Մինչդեռ Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը իր այսօրվա հայտարարության մեջ նաև նշել է, որ Բորիս Ավագյանը առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հանրային հաղորդակցություն է վարում իր զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ, ինչի վերաբերյալ ժամանակին զգուշացվել էր։ Հերթական անգամ աշխատանքային կանոնները խախտելու հետևանքով ներքին գործերի նախարարի հրամանով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Բորիս Ավագյանը խուսափում է իր ազատումը քաղաքական բնորոշել։ Ես ընդհանրապես դրան վերաբերվում եմ շատ հեշտ։ Եթե ես պետք չեմ ու իմ կարիքը չկա, ուրեմն ոչ մի խնդիր չկա։ Աղմկահարույց հայտարարությունից հետո Բորիս Ավագյանին երեք հրավիրել է նաև ազգային անվտանգության ծառայություն, առանց ծանուցագրի, ընդամենը զրուցելու նպատակով։ Փաստաբանների հետ նա գնացել է ԱԱԾ, սակայն ասել են նրան, որ արդեն ուշ է, վաղը կգաք։ Այսօր նրան այլևս չեն կանչել ազգային անվտանգության ծառայություն։ Բորիս Ավագյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնի նշանակվել էր մարտի 12-ին։ Նա այդ պաշտոնում նշանակվելու առաջարկը ստացել էր Արցախի նախագահից։ Այդ օրերին Բորիս Ավագյանը նաև հայտարարեց, որ բրիտանական Hello Trust ընկերությունը, որը Արցախում զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում արկա ականապատված տարածքների քարտեզը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ականապատված պաշտպանության բանակի պաշտպանական տարածքները։ Hello Trust կազմակերպությունը այս լուրը ավելի ուշ հերքել էր։ Միջազգային լրահոսից թուրքական զորքերի եւ Անկարայի վերահսկման ենթակա վարձկաների հրետանին ապրիլի 20-ին գնդակոծել է Սիրիայի Ռաքայի նահանգի հյուսիսում գտնվող խաղաղ գյուղերը։ Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը, կան վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, ինչպես նաև բազում ավերածություններ բնակելի տների տարածքներում։ Ըստ պետական գործակալության տվյալների, գնդակոծումը կատարվել է Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում թուրքական զորքերի եւ նրանց ենթակա ահաբեկչական խմբավորումների տեղաբաշխման տարածքից։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է հրաժարվի զանգվածային հակառուսական փսիխոզից եւ անցնի կառուցողական հաղորդակցության։ 6-րդ ժամկետով Չադի նախագահ վերընտրված Իդրիս Դեբին մահացել է առաջնագծում ստացած վիրավորումից։ Նա ղեկավարում էր երկրի հյուսիսում ապստամբների դեմ պայքարող զինվորականների ռազմական գործողությունները։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունների լույսի ներքո Ռուսաստանի եւ Չինաստանի մերձեցման մասին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Գեբրեյեսուսը կարծում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի զսպել կորոնավիրուսային համավարակը։ Մարզական լուրեր։ Լուրջ առճակատում է սկսվել Սուպերլիգայի կողմնակիցների եւ հակառակորդների միջև։ Եթե Լա Լիգայի ղեկավարությունը սկզբնական շրջանում դեմ էր արտահայտվել նախագծին, ապա հիմա որոշել է իր շարքերից չհեռացնել թոփ ակումբներին։ Նրա կարծիքով նախագիծը հասունացած չէ եւ ֆինանսապես կայուն լինել չի կարող։ Իսկ Սուպերլիգայի կազմակերպիչները 30 օր ժամանակ են տվել Բավարիային եւ Դորտմունդին իրենց միանալու համար։ Մարզական մյուս լուրերը տեսաշարով։ Լիվերպուլը արտագնա հանդիպման ժամանակ Լիդսի դարպասը գրավելու շնորհիվ հաղթում էր, սակայն խաղավերջում չկարողացավ անառիկ պահել սեփականը եւ բավարարվեց ոչ ոքիով։ Սուպերլիգայի ստեղծմանը դեմ արտահայտվելը ընդամենը առիթ էր Տոտենհեմի ղեկից Ժոզեի հեռացման համար, իսկ պատճառը թիմում ստեղծված անառողջ մթնոլորտն ու անհաջողություններն են։ Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը ամբողջովին աջակցում է UEFA-ին եւ երկրի ֆուտբոլի ֆեդերացիային Սուպերլիգայի ստեղծմանը հակազդելու հարցում։ Եվ վերջում առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին։ Ապրիլի 21-ից 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Ապրիլի 23-ից 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-ին կբարձրանա 2-ից 3 աստիճանով, 23-ին կնվազի 4-ից 5, իսկ Տավուշում, Լոռիում, Սյունիքում եւ Արցախում 8-ից 10 աստիճանով։ Զանգեզուր TV-ի եթերում լուրերի ժամն էր։ Հաջողություն։